Արմեն Գարոն սովորել է Էրզրումի Սանասարյան վարժարանում։ Վարժարան, որը 19-րդ դարի վերջին տասնամյակների արևմտահայկյանքի կարևոր կրթօջախներից մեկն էր, թեև ինքը Արմեն Գարոն առանձնապես ավելի ուշ հասուն տարիքում սիրով չի արտահայտվել վարժարանի մասին, որովհետև այնտեղ եղած սակավաթիվ ուսուցիչների կողքին, ում նա հավանում եւ պաշտում էր, կային նաեւ մարդիկ, ովքեր նրա վրա թողել էին վատ տպավորություն եւ այդ վատ տպավորություն թողնողներից մեկը հետագայում պետք է դառնար նաեւ իր մրցակիցը Օսմանյան խորհրդարանի ընտրությունները։ Խոսքը Հովսեփ Մանդաթյանի մասին է, որը պատահական մարդ չէր Փաստերմաջյանի համար, ամուսնացած էր Արմեն Գարոյի հորաքրոջ հետ, բայց Սանասարյան վարժարանի պահպանողական ուսուցիչներից մեկն էր, թուրքական վարչակարգի հավատարիմներից մեկն էր, որը վարժարանում ամեն կերպ աշխատում էր աշակերտների շրջանում մարել ազատասիրական, ազատագրական ձգտումներ։ Եվ այդպիսի մի դիպվածով էլ Արմեն Գարոն դեռ 16 տարեկան հասակում, խոսքը 1889 թվականին է, առաջին անգամ լրջորեն դրսևորում է իր որպես հայի անձնական հատկանիշները, որոնք հետո տիպական պիտի դառնային նրա համար։ Երբ իր տրապիզոնցի ընկերոջ հետ, Հովանես անունով ընկերոջ հետ, որը տրապիզոնից վերադարձել էր փոքրիկ մի ատրճանակով, զբաղված էին ատրճանակը քանդել հավաքելով, սա առաջին այսպես քայլն էր, այսպես ասած զենքի հետ ծանոթանալու ճանապարհին, հայտնաբերվում են Մանդաթյանի կողմից, ուսուցչի կողմից, ուսուցիչը չի նկատում Հովանեսին, տրապիզոնցի Հովանեսին, հստակ ճանաչում է Արմեն Գարոյին եւ համար ճնշում է գործադրում 16-ամյա պատանու վրա, պահանջելով որպեսզի նա մատնի իր հետ եղած ընկերոջը։ Արմեն Գարոն համառում է եւ այստեղ է որ արժանանում է առաջին լուրջ պատիժների, որ տևում է ոչ թե ժամեր, այլ տևում է օրեր եւ նույնիսկ 2 շաբաթ է տևում։ Այս պատիժների պայմաններում անգամ 16-ամյա Գարեգինը չի կոտրում եւ համառորեն նա պնդում է, որ ինքը մենակ է եղել, իր հետ որևէ մեկը չի եղել, այն նույնիսկ այն պահին, երբ նրան կանգնեցնում են վարժարանից հեռացնելու փաստի առաջ, սպառնում են, որ կհեռացնեն, նա հայտարարում է, որ ինքը հեռանում է վարժարանից, բայց իր հետ մարդ չի եղել։ Եվ այստեղ է, որ տեղի ունենում շատ հետաքրքիր մի իրադարձություն, ամբողջ դասարանը, որը մոտ 2 շաբաթ ականատես էր այս իրադարձությանը, վեր է կենում դասարաններից եւ հայտարարում է, որ իրենք էլ Գարեգինի հետ լքում են դասարանը, իրենք էլ սովորելու խնդիր չունեն։ Եվ սա է, որ Արմեն Գարոյին փրկում է եւ նա ի վերջո մնում է վարժարանում եւ ավարտում է ուրեմն վարժարանում։